Այսօր ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը քննարկելու նպատակով։ Սերժ Սարգսյանի գործողությունները չեն բխում օրենքի պահանջներից, սահմանադրության սկզբունքներից, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա կարծում է, որ Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակելով Սարգսյանն օրենք է խախտել։ Սպառնալիքները կարող են մոտենալ Հայաստանի սահմաններին, ռուս-թուրքական լարված հարաբերություններն ու ազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիշկապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց։ Վաղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ։ Այսօր ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը քննարկելու նպատակով։ Քննարկմանը ներկա են արտադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամ պատգամավորները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս օրինագիծը ներկայացվել է որպես հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր։ Վիճահարույց հարցադրումներից մեկը հաշվետվողականության գաղափար է, որը տևական ժամանակահատված հասարակական կազմակերպությունների մասին օրենքի ուրեմն այսպես բոլոր շահագրգիռ կողմերի համար մտահոգության նաև առարկա էր, փորձ են կարել ըստ էության կարգավորել այս հարցը նախ տարանջատում մտցնելով ուրեմն հաշվետվողականության համակարգի մեջ կախված նրանից թե ֆինանսավորումը ինչպես որտեղից է գալիս, այսինքն պետական ուրեմն աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հաշվետվողականություն եւ ոչ պետական աղբյուրներից բնականաբար ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության համակարգ։ Ըստ նախարարի ներկայացված է սուր ծայրերը հնարավորինս հարթեցված նախագիծ։ Մտահոգություններ այնուամենայնիվ հնչեցվեցին, մասնավորապես 16-րդ հոդվածում հանված է կազմակերպության կողմից իր շահառուների պաշտպանության հարցով դատարան դիմելու մասին կետը։ Հարցին անդրադառնալով արտադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պարզաբանում է։ Նախագիծը որպես այդպիսին այդ սահմանափակումների տեսանկյունից եւ այլն տեսանկյունից համարվեց գործադիր այլ մարմինների հետ քննարկումների արդյունքում վերջնականորեն համարվեց, որ հարցը բավարար չափով նախապատրաստված չի եւ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել։ Կոնկրետ օգնել այդ գործադիր իշխանության մարմինները, որտեղ շատ տարօրինակ է սահմանադրական դատարանի որոշումից հետո լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության մասին խոսի ինչ-որ գործադիր մարմինի ինչ-որ ներկայացուցիչ։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը իր ելույթում անդրադառնալով հանրային շահի, դատական պաշտպանության և կանոնադրական հարցերի հետ կապված սահմանափակումներին ասաց. Հիմա ենթադրենք ես բնապահպանական հասարակական կազմակերպություն եմ եւ ինչ-որ պահի դիցուկ ես չգիտեմ, ցույց եմ անում, ոստիկանությունը գալիս է իմ ցույցը ցրում է եւ ես սկսում եմ հետաքննել, բարձել թե ինչի այսինքն սկսում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվել։ Հա, բայց իմ կանոնադրության մեջ դրա գրած չի, ում վնաս տվեցի ես սրանով, հա։ Ցանկացած սահմանափակման դեպքում, երբ որ մենք սահմանափակումներ ենք մտցնում, պետք է հստակ լինի, թե այդ սահմանափակման մտցնելու նպատակը որն է։ Նշենք նաև, որ օրենսդրական նախագիծը ՀԿՆ-ին հնարավորություն է տալիս զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք վերջիններս կօգտվեն հարկային արտոնություններից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություններ են։ Այս հարցերն արդեն ըստ արտադատության փոխնախարարի պետք է կարգավորվեն դատավարական օրենքներով։ Թե հիմա պետական բյուջեից կստանամ, թե բիզնեսից կստանամ եւ այլն, դա բոլորին էլի ոչ մեկին չպետք է վերաբերվի, բայց այստեղ ես տեսնում եմ պետության պարտականությունը խրախուսելու ֆինանսներ ունեցող, որտեղ ՀԿ-ները ֆինանսներ չեն ստեղծում։ Իրենք ստեղծում են արժեքներ։ Ֆինանսներ ստեղծողների համար
պետությունը ինչ նկատմամբ ինչ քաղաքականություն է իրականացնում, որպեսզի նա շահագրգռված լինի արժեքները ստեղծողների մեջ ֆինանսներ ներդնելու։ Չունենք այդ ձևի բան առաջարկությունների փաթեթում։ Դա կարող է հարկային արտոնություններ, կարող է լինել ենթադրենք որոշակի հարկային նպաստավոր քաղաքականության միջոցով, որ ընդհանրեն գիտեք ոնց է, եթե այդ դուք այսքան գումարներ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ենթադրենք, ինչ ասեմ, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը կամ Ալեքսանդր Սարգսյան հիմնադրամը, Սաշիկ Սարգսյան, եթե դնի այսքան 100%-ով կազատվի հարկային պարտականությունից։ Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակելով արդյոք խախտել է ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքը, թե ոչ։ Արդեն մի քանի օր շարունակ իրավապաշտպանական եւ փաստաբանական կառույցներն այս հարցն են քննարկում։ Իսկ ազգային ժողովի падգամավոր Զարուհի Փոստանջյանը ուղղակի համոզված է, որ օրենքի խախտում տեղի ունեցել է։ Այդ իսկ պատճառով падգամավորը հայց է ներկայացրել վարչական դատարան Սարգսյանի հրամանագիրը Գեորգի Կուտոյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ Փոստանջյանի խախտվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները։ Համաձայն օրենքի ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին 3 տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում։ Ըստ Փոստանջյանի Կուտոյանն ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության ոլորտում աշխատանքի ստաժ չունի։ Փոստանջյանի հայցադիմումին հաջորդեց նախագահականի պարզաբանումը, համաձայն որի Գեորգի Կուտոյանի նշանակումով Սարգսյանն օրենք չի խախտել։ Փաստաբան Հայկ Ալումյանը անդրադառնալով Փոստանջյանի հայցին եւ նախագահականի հայտարարությանն ասում է, որ դրանք տրամագծորեն իրար հակասող հայտարարություններ չեն, քանի որ Սարգսյանի գրասենյակը հղում անելով ազգային անվտանգության ծառայության օրենքի 19 հոդվածի 6-ի 1 դրույթին ասում է, որ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում օրենքը թույլ տալիս է զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների եւ արդարադատության նախարարության պետական ծառայողներ դատախազների նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ Սակայն դրույթը եզրափակվում է շատ կարևոր արտահայտությամբ, այն է, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները։ Ըստ Ալումյանի հենց սա է կարևոր, արդյոք Կուտոյանը բավարարում է տվյալ պաշտոնի նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջներին, թե ոչ։ Ամբողջ խնդիրը դա է, որ ասում է բավարարում են, հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք բավարարում են, թե ոչ, որովհետև ինչքան ես տեղյակ եմ, գիտեմ, Զարուհին պնդում է, որ պահանջներին չի բավարարում, Զարուհի Փոստանջյանը ստաժն է վիճարկում, պետք է 3 տարի ստաժ ունենա, այդ կետի վրա է վեճը, պետք է որ այդ կետի վրա լինեին մեկնաբանությունները, ամբողջ վիճելի կետը, վեճի կիզակետն այն է, որ արդյոք ստաժի բացակայությունը խոչընդոտ էր, թե ոչ։ Ինքը ընդդիմադիր падգամավորն ասում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրում, որով Կուտոյանին նշանակում է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, նշված չէ 19-րդ հոդվածի որ կետով է առաջնորդվել։ Հրամանագրում հղում է արվում 18-րդ հոդվածին, իսկ հիմա մեջբերում են 19-րդ հոդվածի 6-ի 1 դրույթը։ Թող մեզ ասեն, վերջի վերջո դատախազությունում է աշխատել, ոստիկանությունում է աշխատել, որտեղ է աշխատել։ Գիտենք, որ դատախազն ունի ոլորտները վերահսկող 4 պատասխանատու։ Նրանցից ոչ մեկին չի հեռացրել աշխատանքից, որի տեղն ընդունեին Կուտոյանին։ Հիմա հետաքրքիր է 1 շաբաթ, որ ոլորտը գնաց, ղեկավարեց, որ հետո դադարեցրեց։ Այս ամենն արվել է նրա համար, որ փորձեն մոտեցնել օրինականությանը։ Դրա համար մենք վիճարկում ենք, ասում ենք, որ եթե դուք փորձում եք օրինականությանը մոտեցնել, ապա դա չի նշանակում, որ բխում է օրենքի սկզբունքներից ու պահանջներից։ Ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանի գործողությունները չեն բխում օրենքի պահանջներից, սահմանադրության սկզբունքներից։ Իրավիճակային որոշում է կայացվել եւ միայն այսքանը։ Աջակցելով Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունը վտանգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նման հայտարարություն արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ են կառուցում, իսկ Թուրքիան փորձում է սեպ խրել այդ հարաբերություններում։ Դավութօղլուն պետք է ընդունի, որ օսմանյան կայսրությունը վաղուց այլևս գոյություն չունի։ Տարածաշրջանում մեկ երկրի թելադրանքը չի անցնում, քանի որ ժամանակակից աշխարհի սկզբունքներն այլ են, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչը։ Արցախյան ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանոմյանը գալայի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը նշեց, թե նորմալ է, երբ թուրք-ռուսական հարաբերությունների սրման պարագայում կողմերը փորձում են իրենց կողմը գրավել ընդհանուր հետաքրքրության դաշտում գտնվող պետություններին, հատկապես Ադրբեջանին։ Ում էր ավելի շատ ուղղված Թուրքիայի վարչապետի ակնարկները՝ Ռուսաստանին, Ադրբեջանին, թե Հայաստանին ու Արցախին։ Ով է այդ հայտարարության հասցեատերը, հարցին Խանոմյանը պատասխանեց. Թուրքիայի վարչապետի հայտարարությունն ուղղված է Ադրբեջանին, ավելի շուտ Ադրբեջանի թուրքամետ եւ հակառուսական տրամադրված խմբերին։ Խնդիրն այն է, որ նույնիսկ այս խմբերը հստակ գիտակցում են Ռուսաստան-Թուրքիա հակամարտության մեջ Ադրբեջանի կողմնակալ լինելու ողբերգականությունը, այնպես որ Դավութօղլուի հայտարարության մեջ սպառնալիք ես չեմ տեսնում, այլ միայն հակառուսական տրամադրությունների վրա խաղալու հնարք, մանավանդ որ այն արվել է նույն տրամադրություններով ապրող մեկ այլ երկրում՝ Ուկրաինայում։ Հայկ Խանոմյանը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը վիժեցրել է Ղարաբաղյան հարցի շուրջ գործարքի գնալու նրանց հնարավորությունները։ Սա դիտարկում է որպես դրական կողմ։ Ինչ վերաբերում է այս երկու երկրների լարված հարաբերությունների պարագայում Հայաստանի անվտանգության խնդրին, Խանոմյանը նշեց. Թուրքիայի նման ագրեսիվ եւ թշնամական տրամադրված պետության գոյությունը միշտ էլ վտանգ է մեր անվտանգությանը։ Հայաստանը պետք է հնարավորինս տեղյակ լինի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, փորձի կազմակերպել հակամարտության գոտիներում, մասնավորապես Սիրիայում ապրող հայերին, այդ թվում օգնելով նրանց զինված պաշտպանության գործում։ Մշտական կապերն ինքնավարության ցկտող տարբեր էթնիկ խմբերի հետ նույնպես այս աշխատանքի մաս պետք է դառնան։ Միայն ակտիվ աշխատանքի շնորհիվ կարելի է հստակ տեսանելի դարձնել մեր անվտանգությանը սպառնացող կամ մեր շահերից զարգացումները։ Արցախի ազգային ժողովի վերածնունդ խմբակցության ղեկավարի կարծիքով Հայաստանը պետք է հստակ գործի անվտանգության ցանկացած սպառնալիքի դեպքում, իսկ այդ սպառնալիքները իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում հնարավոր է ուղղակի մոտենան Հայաստանի սահմաններին։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, փետրվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիժկապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը, խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլոյցարայության հաղորդագրությունում։ Արցախի արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականը։ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։